Ես ասելու եմ ոչ նոր սահմանադրությանը, որովհետև չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հնարավորություն անմեղ անձանց դատապարտելու։ Ասելու եմ ոչ, որովհետև չեմ ցանկանում, որպեսզի մարի վերջին հույսը եւ հնարավորությունը ունենալու իրավական եւ ժողովրդավարական պետություն։ Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ ժողովրդի կողմից չընդունված իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները չեն կարող ծառայել ժողովրդի շահերին։ Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ ժողովուրդը զրկվում է իր նախագահին ընտրելու հնարավորությունից, բացի այդ ազգային ժողովը ձեռք է բերում ժողովրդի փոխարեն սահմանադրությունը փոխելու հնարավորություն։ Նոր սահմանություն ընդունվելու դեպքում Հայաստանը դառնալու է մեկ կուսակցության պետություն։ Ես ծնվել եմ մեկ կուսակցության պետությունում, բայց Հայաստանի անկախությունը նվաճելու հիմնական նպատակներից մեկը բազմակուսակցական համակարգ ունենալն էր, ինչը նոր սահմանության պայմաններում անհնար է լինելու։ Հետևաբար ես ոչ եմ ասելու սահմանության փոփոխություններին, որպեսզի իմ զավակները ապրեն այլընտրանքի հնարավորություն ապահովող երկրում։ Ես դեմ եմ քվեարկելու նոր սահմանադրության նախագծին, որ Հայաստանի դատական համակարգը կախվածության մեջ չհայտնվի մեկ քաղաքական ուժից։ Եթե սահմանադրությունը մնացած ամբողջ մասով լինի հենց այն, ինչ որ մենք մինչև հիմա երազել ենք, ես դեմ եմ քվեարկելու դրան զուտ այն պատճառով, որովհետև դրա երկրորդ գլխով նախատեսված է էապես նվազեցնել մեր իրավունքներն ու ազատությունները։ Ես դեմ եմ սահմանադրության փոփոխություններին, քանի որ ըստ առաջարկվող նախագծի պետությունը այլևս չի պարտավորվում ապահովել մարդու սոցիալ-տնտեսական իրավունքները սահմանադրության մակարդակով։ Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ գործող սահմանադրության համեմատ մարդու իրավունքների բնագավառում նախատեսվում են մի շարք հետընթաց դրույթներ։ Հանրաքվեում ես ոչ եմ քվեարկելու, նախ եւ առաջ, որովհետեւ այս նախագիծը մեզ առաջարկվում է մարդկանց կողմից, ովքեր Հայաստանում շարունակաբար ընտրություններ եւ հանրաքվե են կեցել։ Նրանք դարել են ընտրողների ստորագրած ցուցակները մեզնից գաղտնի պահելու մի պարզունակ միջոցով։ Եվ իրենց այս նախագծում նրանք որևէ երաշխիք չեն տրամադրում, նույնը չկրկնելու համար։ Սա ուղղակիորեն փաստում է, որ այսպիսի նախագիծ ընդունվելու դեպքում Հայաստանում երբևէ իրական ընտրություն, իրական հանրաքվե այլևս լինելու որևէ հեռանկար չկա։ Ես ոչ եմ քվեարկելու, որպեսզի իմ քվեաթերթիկը ընտրակեղծարարի ձեռքին ավտոմատ կերպով այո չդառնա։ Ես դեմ եմ, որ իմ տղան ապրի մի պետությունում, որտեղ ժողովուրդը չի կարողանում իրականացնել ընտրության իր իրավունքը եւ իր ազատ կամքով իշխանություն փոխել։ Ոչ մարդու իրավունքների պաշտպանության, ոչ առկա քաղաքական խնդիրների լուծման համար անհրաժեշտ չեն սահմանադրական փոփոխություններ։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, այն մարդկանց փոխելն է, ովքեր չեն ապահովում սահմանադրությունը եւ չեն լուծում ժողովրդի խնդիրները։